Now, let's please welcome our first presenter, Professor Alexander Saparian, Yerevan State University. Actually, this presentation is co-authored by me and Arman Saparian, Armenian Russian University, and the presentation is entitled Grigor Narikatsi, Sufism and Gurdjieff from a Middle Eastern Studies Perspective. Mr. Saparian, floor is yours. Dear colleagues, it's really a great opportunity for our university, taking into consideration that later we can opportunity gain to have published whole texts. I'll speak in Armenia for our Armenian guests. Let's argotik naitev paronayk. Սա բացառիկ, իրավի բացառիկ հնարավորություն է Երևանի պետական համալսարանի համար։ Երևանի պետական համալսարանը իր ավելի քան 106-ամյա պատմության մեջ նման հնարավորություններ քիչ է ունեցել։ Եղել են նման հնարավորություններ բնագիտության, ճշգրիտ գիտությունների ասպարեզում, բայց պատմության, բանասիրության, արևելագիտության, հայագիտության առումով իրավի այս հնարավորությունը եզակի է։ Այս առումով ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել պրոֆեսոր Քաուին եւ Վարյան Պետրոսյանի իրավի բացառիկ հնարավորություն ընձեռնելու համար։ Ես հուսով եմ, որ ամբողջական տեքստերը կհրապարակվեն անգլերեն հետագայում եւ մեր բազմալեզու հյուրերը կկարողանան ըմբոշխնել այս իրավի պատմական իրադարձության ամբողջ մայքը։ Բնականաբար ցանկացած գիտաժողով կարևոր է թե ընդհանուր հայտարարներ գտնելու, թե առավել սուր վիճաբանական հարցերը վերհանելու առումով։ Այս առումով պիտի անդրադառնանք այն հարցին, թե երբ խոսում ենք Գրիգոր Նարեկացի, Սուրբ Գրիգոր Նարեկացի, սուֆիզմ, այսինքն իսլամական միստիցիզմ, այստեղ ունենք նաև թրքախոս հյուրեր, թասավվուֆ, միանգամից ասեմ, որ պարզ լինի ինչի մասին է խոսքը, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն տերմինը, եւ Գուրջիև ճակերտավոր եռանկյունու մասին, հնարավոր ուղղակի եւ անդրադարձային սիմպաթիկ աղերսների մասին պիտի վերհանենք նաև այն բարդ խնդրի, իրավի բարդ խնդրի պատասխանը, թե ինչպես է որ Գուրջիևը հանրածանոթ է աշխարհին եւ իսկապես ծանոթ չէ Հայաստանին։ Ի վերջո, այսօրվա մեր կոնֆերանսի ամենարժեքավոր մասը հենց մեծարգո պրոֆեսոր Պիտեր Քաուրի այդ հարցադրման մեջ է, որ նաև իր պատմական հայրենիքում Գուրջիևը դառնա ճանաչելի։ Անգամ Գյումրիում նա պատշաճ ճանաչելի չի։ Գյումրիում առավելապես նրան գիտեն որպես Մերկուրովի կուզեն։ Գյումրեցիները, իր հայրենակիցները լավագույն դեպքում նրան ճանաչում են շնորհիվ Մերկուրովի ուրեմն քանդակագործ Մերկուրովի Ստալինի սիրելի խորհրդային շրջանի սիրելի Մերկուրովի քանդակագործի, այդ KGB-ի առաջ տեղադրված Ձերժինսկու արձանի հեղինակի կուզենի առավելագույնս։ Հենց դրանով է արժեքավոր այսօրվա միջոցառումը։ Իրավի բացառիկ, our Congress conference is really unique for us, for Armenians, for Armenia generally. Իսկ ինչու է այդպես։ Այդպես է, որովհետև գոյություն են ունեցել խորհրդային կաղապարներ, կլիշեներ, գաղափարախոսական կաղապարներ։ Այս հարցին նույնպես շատ պոլիտկորեկտ անդրադարձավ մեծարգո պրոֆեսոր Քաուին, շատ նրբանկատորեն։ Բայց ես ինձ թույլ կտամ հայաստանցի եւ խորհրդային գիտաբանական դպրոցի ժառանգորդ լինելով վերհանել, թե ինչ կտա այսօրվա մեր գիտաժողովը, մեր արևմտյան հյուրերին, թե ինչ արժեքավոր բան կա, որ հիրավի կարելի է վերցնել ռուսաստանյան եւ խորհրդային դպրոցից, եւ ինչն է, որ որևէ կերպ այսօր մեր համար ընկալելի չի, որովհետեւ դա
մեղմ ասած ինքը ասեց արգելքներ կլինեն արևմտյան հետազոտողի համար։ Այդ նա շատ մեղմ ասեց, շատ պոլիտկորեկտ արտահայտվեց։ Իրականում այդ արգելքները եղել են սարսափելի։ Երբեմն այդ արգելքները, հատկապես այն մարդկանց, որոնք կփորձեին Գուրջիևյան տեսությունն ու պրակտիկան կիրառել խորհրդային միությունում, բացի բաց, ազատ, կարող է ռեպրեսիվ հետևանքներ ունենալ։ Խոսվում է Գուրջիևի արևելաքրիստոնեական եւ սուֆիական աղբյուրների մասին։ Այս մասին շատ է գրված աշխարհի տարբեր լեզուներով։ Խորհրդային միությունում այս մասին սկսեց գրվել միայն այսպես կոչված վերակառուցման, Գորբաչովյան վերակառուցման, պերեստրոյկայի ժամանակաշրջանում մենք էլ անգամ միջնադարագետներս, ուրեմն այդ ժամանակ էր, որ կարողացանք ծանոթանալ Գուրջիևի աշխատություններին, Ուսպենսկու ուրեմն հրատարակությունների եւ զուգահեռներ էին անցկացվում Սալավյովի հետ ռուս ուրեմն նշանավոր փիլիսոփա, բայց ինչպես էր ընկալվում հենց Սալավյովը։ Եթե բացենք հայկական սովետական հանրագիտարանը, որը խորհրդային գիտության կվինտեսենցիան էր ըստ էության, մեծարգո Վիկտոր Համբարձումյանի խմբագրական խորհրդի նախագահությամբ, որտեղ խմբագրական կոլեգիայի նախագահ այն ժամանակ Կիևի աշխարհահռչակ հայ գիտնական Վիկտոր Համբարձումյանն էր, այս համալսարանի բազմամյա պրոֆեսորը։ Բայց անգամ Վիկտոր Համբարձումյանը չէր կարող հաղթահարել խորհրդային կլիշեները։ Դրա համար եթե բացենք օրինակ միստիցիզմ հոդվածը, մենք այնտեղ կտեսնենք դիալեկտիկական մատերիալիզմի, մարքսիզմ-լենինիզմի տեսանկյունից գնահատականներ, որը երբեմն խորհրդային տարիներին եղել է ագրեսիվ աթեիզմի դիրքերից, մարտնչող աթեիզմի դիրքերից, անպայման կրոնամերժության դիրքերից, իսկ ավելի ուշ նաև ավելի մեղմ, բայց կրկին գաղափարախոսական կլիշեների դիրքերից։ Միստիցիզմը դիտարկվել է խորհրդային միությունում, սա վերաբերում է եւ արևելաքրիստոնեական միստիցիզմի եւ սուֆիզմին, որպես իռացիոնալ ուսմունք։ Հիմա հասկանում ենք մենք միջնադարագետներս, որ միջնադարյալ ընկալումները ռացիոնալի եւ իռացիոնալի համար միանգամայն տարբեր են։ Հավատացյալ մարդու համար այդ ռացիոնալ եւ իռացիոնալ ընկալումները միանգամայն տարբեր են։ Բայց եթե բացենք խորհրդային մեր հանրագիտարանը, Большая советская энциклопедия, կամ բացենք հայկական սովետական հանրագիտարանը, անպայման տեսնենք, որ միստիցիզմի ընկալումը պիտի լիներ որպես իռացիոնալ ուսմունք, պիտի ցույց տրվեին առնչությունները Բերգսոնի եւ Սալավյովի հետ, մերժելու դիրքերից, միանգամայն այսպես այդ ամենը մերժելու դիրքերից։ Խոսվում է այն մասին անպայման, որ միստիկական ընկալումը հակադրում է հասկացությունների, ռեալ գիտական հասկացությունների ընկալումը պատկերներին, նշաններին։ Սա մի կողմից անընդունելի էր դարձնում գիտական, պրագմատիկ ճանաչողության տեսանկյունից այնպիսի երևույթների հետազոտությունը, ինչպիսին էր, ասենք, Սուրբ Գրիգոր Նարեկացու, սուֆիական գրականության եւ սուֆիզմի ուսմունքի ուսումնասիրությունը մերժելի էր դարձնում, բայց մյուս կողմից որպես միջնադարագիտական մշակութային ժառանգություն թույլ էր տալիս նման, ասենք, կոմպարատիվ, համեմատական հետազոտությունները, որտեղ կարող ենք ռացիոնալ հատիկ գտնել այսօրվա մեր հետագա ալգորիթմների մշակման տեսանկյունից։ Նարեկացին, որը մեր սուրբն է, հայ առաքելական եկեղեցու սուրբն է, գլխավոր սրբերից մեկը, ում անունը կրում է մեծարգո Քաուի ամբիոնը, եւ ով ճանաչվեց Ռոմի պապի կողմից տիեզերական վարդապետ, 36-րդ տիեզերական վարդապետը, եւ գնաց կանգնեց տիեզերական, ընդհանրական քրիստոնեական եկեղեցու մյուս մեծերի կողքին,
այնպիսիք ինչպիսին Հովհաննես Ոսկեբերանը, Եփրեմ Ասորին եւ մյուսները, կեսարական դպրոցի, Կեսարիայի դպրոցի հայրապետները, հայրերը, ոգևոր հայրերը 20-30-ական թվականներին ընդհանրապես չէր դասավանդվում հայաստանյան դպրոցներում, ընդհանրապես։ Այ հիմա խոսում ենք արևելաքրիստոնեական ավանդույթների մասին Բուրջիևի։ Ընդհանրապես դա եկեղեցամերժության դիրքերից մեր դպրոցներում եւ համալսարաններում ըստ էության մերժվում էր, քարկոծվում էր, հալածվում էր եւ հայ առաքելական եկեղեցին նույնպես։ Իդեպ նույնը մյուս հարանվանությունները հուս պրովոսլավ եկեղեցի, իսլամը եւ մյուս եկեղեցիները խորհրդային միությունում դրանք արգելված էին։ 40-ական թվականներին որոշակի բեկում տեղի ունեցավ։ Ստալինի վերաբերմունքը փոխվեց, հայտնի է, որ նա ընդունեց տեղապահին, հետագայում կաթողիկոսին հայ եկեղեցու եւ թույլատրվեցին 40-ական թվականներին ուրեմն եկեղեցու մշակույթի պատմության որոշ ուսումնասիրություններ, բայց շատ հետաքրքիր ռակուրսով, հա, point of view, շատ հետաքրքիր original point of view։ Խորհրդային միությունում գոյություն ուներ այսպես կոչված արևելյան վերածննդի տեսությունը։ Սրա ակնքում կանգնած էին երկու նշանավոր գիտնականներ։ Մեկը արևելագետներին եւ հումանիտար գիտության ներկայացուցիչներին քաջածանոթ ակադեմիկոս Նիկոլայ Կոնրադն էր, որին շատ լավ գիտեն չինագետները, ճապոնագետները, հեռավոր արևելյան ուսումնասիրությունների ներկայացուցիչները, մյուսը վրաց փիլիսոփա Շալվան Ուցուբիձեն։ Նրանք վիճարկում էին տարիներ շարունակ, թե ով է առաջինը հանգել այդ արևելյան վերածննդի ռենեսանսի, արևելյան ռենեսանսի տեսությանը։ Տեսության հիմքում պիտի անպայման մարքսիստական գաղափարախոսական կլիշե լիներ։ Մի կլիշե, որը կա բոլոր աշխատություններում եւ անգամ հանրագիտարաններում, այդ թվում հայկական սովետական հանրագիտարանում։ Դա Ֆրիդրիխ Էնգելսի այն դրույթն էր, այն պոստուլատը, որ միջնադարում օպոզիցիան, ընդդիմությունը պաշտոնական եկեղեցու հանդեպ կարող է լինել երկու ձևով։ Մեկը դա միստիցիզմն է, մյուսը աղանդավորականությունը։ Աղանդները։ Այո, ռուսերեն ասում են երեսի, հերետիկոսություն։ Սա բոլորովին նույն շիբաստով էր ասել Ֆրիդրիխ Էնգելսը, իդեպ գյուղացիական պատերազմը Գերմանիայում իր նշանավոր գրքի մեջ, որը վերաբերում էր գերմանական եվրոպական իրողություններին։ Another realities, really another realities։ Բայց սա վերցվել էր այս պիքը եւ դրվել էր խորհրդային արևելագիտության եւ հումանիտար գիտությունների հիմքում։ Եթե դիտարկվում էր նարեկացին եւ սուֆիզմը, ընդհանրապես այդ թվում արաբական սուֆիզմը, իրանական աշխարհի սուֆիզմը, թուրք իսլամական աշխարհի սուֆիզմը, որպես օպոզիցիա պաշտոնական եկեղեցուն, պաշտոնական գաղափարախոսությանը, պաշտոնական պետությանը, այն ընկալվում էր խորհրդային պետության կողմից որպես դրական երևույթ։ Եվ այն թույլատրելի էր, ասենք, դպրոցական եւ բուհական դասագրքերում։ Սա ինչ-որ միտեղ պատոհան էր բացում հետազոտողների համար։ Եվ ստացվում էր մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ մի կողմից մեր դպրոցական դասագրքերում նարեկացին օրինակ ներկայացվում էր որպես մի կիսահեղափոխական անձնավորություն, բայց մյուս կողմից հնարավոր էր դառնում նրա ուրեմն գեղարվեստական ժառանգությունը ներկայացնել աշակերտների։
Նույնը վերաբերում էր սուֆիզմին եւ վերաբերում էր թուրքալեզու խորհրդային միության կամ իրանալեզու ժողովուրդների մշակութային ժառանգությանը։ Turkic speaking nations, հա, չասենք Turkic speaking, այսինքն ադրբեջանցիներին, ուզբեկներին, ղազախներին եւ մյուսներին։ Սա ինչ որ միտեղ հնարավորություն էր տալիս նրանց գրական ժառանգությունը ներկայացնել ժողովրդական լայն զանգվածներին։ Իհարկե կրկին որոշակի կաղապարներ։ Ակնհայտ է, որ այն ինչի ձգտել է, ես հիմա ուզում եմ մի քիչ ավելի գուրջի եմ վերաբերվել, բայց այն մասը ես կուզենայի մեծարգո պրոֆեսոր, որ անպայման մենք տպագրված տեսնենք ամբողջական պատկերի հարստացման տեսանկյունից։ Այն ինչ կա Գուրջիևի մեջ, Գուրջիևի մոտ մենք բնականաբար դիտարկում ենք շատ լայն սպեկտրով, թե տարածքի, թե ժամանակի առումով։ Բայց որտեղ է այդ ամենի հատման տիրույթը։ Ակնհայտ է, որ առաջին ազդակները Գուրջիևը ստացել է Գյումրիում։ Որ որ արտահայտել է նախ լիների կորից, ինչի մասին ինքը հետագայում բազմիցս նշել է։ Իր հայրը լինելով այդ հիրավի ինտերնացիոնալ մշակութային ժառանգության կրողը, որը անշուշտ բազմալեզու էր, այդ մշակութային ժառանգությունը, անշուշտ բազմակրոն, անշուշտ կապ ուներ աշուղական բուսանական արվեստի հետ, իսկ անդրկովկասյան աշուղական արվեստը անշուշտ ուներ եւ արևելաքրիստոնեական եւ իսլամական սուֆիական ակունքներ։ Այդ աղբյուրները sources, հա, Islamic sources, անպայման ուներ։ Ուրիշ խոսք, որ այդ նույն գեղարվեստական գաղտնագրումը, որի մասին մենք խոսեցինք, հա, այսինքն աշխարհիկ երևույթները կրոնամիստիկական տերմինների միջոցով գաղտնագրելու, կոդավորելու, կոդիֆիկացիայի այդ գաղափարը սուֆիզմի մեջ ունի բոլորովին ուրիշ իմաստ, հայ եւ հույն աշուղների մոտ բոլորովին ուրիշ։ Ես խորհուրդ կտամ մեր հյուրերին անպայման կարդալ մի հռչակավոր բանավեճին վերաբերող հոդված։ Բանավիճում են աշխարհում երկու ամենահզոր թյուրքագետները, թուրքական կողմից ամենանշանավոր, ամենաազդեցիկ, ամենահեղինակավոր թյուրքագետը Մեհմեդ Ֆուադ Քյոփրուլու, նույն ինքը Քյոփրուլուզադե Մեհմեդ Ֆուադ։ Եվ մյուս կողմից Մոսկվայի, այն ժամանակվա Ռուսաստանի ամենահեղինակավոր եւ ամենանրբանկատ թյուրքագետը Վլադիմիր Ալեքսանդրովիչ Գարդելևսկին։ Նրանք խոսում են վիճարկում, Հայաստանում դեռ ընդհանրապես այս հարցերի մասնագետ չկա, այս բանավեճերին մասնակցող չկա։ Դրա համար մոսկովյան Գարդլևսկին, մոսկովյան դպրոցի հիմնադիրը թյուրքական ֆիլոլոգիայի, վիճարկում է Մեհմեդ Ֆուադ Քյոփրուլուի հետ օզան տերմինի շուրջը, օզան, գուսան։ Ինչ իմաստով է օգտագործվել միջնադարում օզանը, աշըքը, կամ աշուղը եւ գուսանը, հայկական գուսանը։
Եվ նա այս բանավեճի մեջ բերում է նաև հայկական աղբյուրները։ Մehmet Fuad Köprülü'yի առաջին սուֆիները թուրքական գրականության մեջ աշխատությունը հիրավի եւ համարվում է սուֆիագիտության եւ թուրքագիտության կոթողներից մեկը։ Գիրքը բնագրում կոչվում է Türk Edebiyatı'nda ilk mutasavvıflar։ Առաջին հատորը նվիրված է Ահմեդ Յասավիին եւ նրա հետևորդներին կամ նմանակողներին։ Ինքը Köprülü'ն օգտագործում է թաքիփչիլեր տերմինը։ Երկրորդ մասը նվիրված է Յունուս Էմրեին, որ անատոլիական թուրքական գրականության խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է, եւ նրա հետևորդներին։ Այստեղ չենք սխալվի, եթե եվրոպական էպիգոն տերմինը օգտագործենք։ Էպիգոն։ Այդ էպիգոնները իրականում շատ էին եւ իսլամական հենքի վրա, եւ քրիստոնեական հենքի վրա։ Բայց կա նաեւ ընդհանուր աղբյուրների հարցը։ Համեմ անընդհատ պիտի նայենք, ասենք նարեկացին, ու ինչու պիտի օգտվեր իսլամական աղբյուրներից, երբ իրենք մուսուլմանները օգտվել են թե նեոպլատոնական, թե արևելաքրիստոնեական աղբյուրներից։ Սա ակնհայտ է սուֆիզմի պարագայում եւ այս մասին հսկայածավալ գրականություն կա եւ սա գերիշխող տեսակետ է գիտաբանության մեջ։ Բայց այստեղ էլ հայրականության մեջ լուրջ խնդիրներ ունենք։ Բնականաբար, եթե մարդ ունի դա իր մշակութային համակարգի մեջ, կայացած համակարգի մեջ, նա կարիք չունի դա վերցնելու դրսից, եթե դա արդեն մտել է մինչև իր ստեղծագործական դարաշրջանը եւ դարձել է ավանդույթ։ Հիմա ասենք ինչ իմաստ ունի մի բան որոնել նարեկացու աղբյուրները ուսումնասիրելից դրսում, եթե դա կա արևելաքրիստոնեական տրադիցիայում։ Եթե դա հայ առաքելական եկեղեցու, արևելքի քրիստոնյա եկեղեցիների եւ տիեզերական, էկումենիկ եկեղեցու ավանդույթի մեջ կա։ Զարմանալի չի, որ օրինակ Գրիգոր Նարեկացին եւ Եփրեմ Ասորին մեր միջնադարում հաճախ կողքի են հանդես եկել, որովհետև Եփրեմ Ասորու ազդեցությունը Նարեկացու վրա ակնհայտ է եւ անվիճելի։ Սա նաեւ մեր հայ եկեղեցու հայրերը երբեք չեն վիճարկել, այդ թվում խոշորագույն ուսումնասիրողները։ Բայց բնականաբար թե Եփրեմ Ասորին, թե Գրիգոր Նարեկացին, թե սուֆիզմը իր ամենատարբեր դրսևորումներով, մինչև Ալ-Ղազալին եւ Ալ-Ղազալիից հետո, որը շատ տարբեր է սուֆիզմը, անպայման ազդեցություն են գործել Գուրջիևի ընկալման վրա։ Առաջին սուֆիները Ռաբիա, Ջունայդ, Ալ-Մուխասիբի, Աբդալլահ Ալ-Մուխասիբի եւ ուրիշներ, հիմնականում արաբական եւ իրանական հենքի վրա։ Նրանք հիրավի ունեցել են ծայրահեղական վերաբերմունք օրթոդոքսալ իսլամի նկատմամբ, ուղադավան իսլամի հանդեպ, բայց Ալ-Ղազալիից հետո էականորեն վիճակը փոխվում է։ Ես հուսով եմ այստեղ ունենք նաև այս ոլորտի մասնագետները, այդ գրքերը այս երևույթների ընկալման համար, հիմնականում սա արաբալեզու գրականություն է, շատ կարևոր են Ալ-Ղազալի եւ Իբն Ալ-Արաբիի գրքերը, հատկապես Իբն Ալ-Արաբիի Ֆուսուս Ալ-Հիքամը,
դու դա թարգմանում են ֆուսուս ալ հիքամ արաբերենից եթե թարգմանենք իմաստության գեմմաքարեր։ Եվ Ալ-Ղազալիի գրքերը։ Նո հուսում եմ այստեղ արաբ հյուրեր ունենք։ Իհյա ուլում ադդին, մուքաշշաֆաթ ուլ խուլուբ, մունքիզ մինատ դիլալ վա մա ուալ ադապ ֆիդդին։ Այս գրքերի ընկալումը շատ կարևոր է մերձավոր արևելյան սուֆիզմի ընկալման համար եւ յետ ղազալիական սուֆիզմի։ Անշուշտ, այստեղ ունենք հուսով եմ իրանալեզու հյուրեր, շատ կարևոր են իրանական աղբյուրները, որոնք նույնպես Գուրջիևը իմացել է, նախ եւ առաջ Մևլանա Ջալալեդդին Ռումիի գործերը։ Հուսով եմ այստեղ ունենք իրանցի կամ պարսկերենին տիրապետող հյուրեր։ Մասնավի Մանավին անպայման իմացել է Գուրջիևը։ Նրա դավանաբանական գործերը ֆիհի մա ֆիհի, նրա մեջ այն է, ինչ նրա մեջ է։ Դիվանի Շամսի Թաբրիզի, Շամս Թաբրիզեցու դիվանը, որ Professor Safarian, Ջելալեդդին Ռումիի դիվանն է։ let me to wrap up. Այս աղբյուրների համեմատական կոմպարատիվ ուսումնասիրությունը դա այն պոզիտիվ տարրն է ըստիս, որը կարող է լինել մեր եւ ձեր հետագա համագործակցության հենքում։ Խոնարհաբար խնդրում եմ բոլոր հյուրերին բոլոր հարցերը ուղղել հետագայում Հայագիտության ինստիտուտ, մենք սիրով պատրաստ ենք համագործակցության եւ իսկապես հասկանում ենք, որ մեր համատեղ ջանքերը կարող են մեծ սիներգետիկ էֆեկտ ունենալ։ Բացառիկ մեր համատեղ աշխատանքը եւ այո մեկ գրքում այս ամենի հրատարակումը կարող է ունենալ մեծ սիներգիայի էֆեկտ։ Շնորհակալություն բոլորին։ Sorry.